Ժամանակը չբացեց։ Ժամանակ մի դու գնալիս պոլիս ժամանակից։ Արա։ Անցանով արա։ Երկու կոպեկ խաղում, Պրոշյանի համայնքապետն է և Պրոշյանի բնակչությունն է, պահանջում է չկրճատել տրանսպորտի քանակը և բողոքում է ուրեմն թանկացումների դեմ նաև, կրճատման և թանկացման դեմ։ Քանի որ իրավունք չունեն պարզում, այս օրենքի, այս մարդի կարաններ մենք պետք է ազատենք։ Լրատվամիջոց է, ժողովուրդ։ Մենք հիմա մի հատ առանձնանանք առանձին, մենք հարցը կգնանք, ոնց ենք անում ես ապա։ Մենք մեր հարցի լուծումը ոչ հոգում եմ ստեպետի չտամ։ Մենք մեր հարցի լուծում ենք ոչ կազերի։ Հիմա կա։ Չերգո։ Օրինական պահանջում ներկայացնելու օրինական Ներողությունին չեք պահանջում։ Պահանջում եմ տրանսպորտի նախարարին դաստեղ այդ տենդերի համար պատասխան տա։ Ինչ իրավունք ունի մեր երեխեքի ձեռքից, մեզ ձեռքից հացը թալանեն, թե մի քանի կոպեկ թոշակ ուսանում են ու չկարողանան դարձնել երեխեքին, որ գնան դասի գան։ Դրա համար նախարարը թող կա ինքը պատասխան տա։ Թե Պրոշյան համայնքի գիծը շահավետ գիծա դրա համար տղի Ծառուկյան Գագիկի։ Ի Ծառուկյան Գագիկը ով է, բիզնես ունի ինքը, շատ բիզնես ունի։ Եվ ինքը մեծահարուստ է, իր համար միևնույն է, ինքը թալանի վրա է նստած։ Ո՞վ դնում են թալանի։ Հարցերեք բոլորը, ես 3 հատ ուսանող ունեմ, ոնց է երեխեքին փոխտամ, 1500 դրամ, որտեղից տամ, 36,000։ Նաև կրճատում են, չէ՞ ոնց որ տրանսպորտի քանակը։ Ֆիզիկայի խաշմերուկից 150 դրամով մետրոյից 150 դրամով որ դասի, գնալ գալը, մի հատ եկերերի վերաշկիմուտի, որտեղից եք։ Հասկանալի է։ Թող կան ցուցակագրեն ուսանողներին, ովքեր սովորում են, թող ամսական տրանսպորտի ծախսը տան երեխեքին, թող երեխեքը գնան տան ինքն իր տրանսպորտը։ Հիմա ինչ եք պլանավորում անել այստեղ։ Մենք պլանավորում ենք ճանապարհը փակել, բոյկոտել մինչև անգամ թող կա տրանսպորտի նախարարը եւ այդ հարցերը լուծի մեր։ Շնորհակալ եմ։ 150 դրամն է արդեն ցավալի, զգացում է ժողովրդի վրա։ Այո։ Հիմա էլ 250 եւ կրճատեն ճանապարհը։
Ժողովուրդ բոլորս մայթի են կողմը։ Համայնքի ղեկավարն ասա դուրս եկեք, Դուրս են գալիս, պիլոպեն, ներողություն։ երկու րոպե Հիմա դուրս են գալիս, մեր պայմանավորվածություն եղավ 5 րոպե, մենք ես թողեցի, չէ՞։ Շո դուրս են գալիս, ժողովուրդ բոլորս են։ Դուրս եք գալի ճանապարհից դուրս։ Ճանապարհը բացում ենք, եթե չոչնդոտեն։ Բացում ենք, ճանապարհը դուրս են գալիս, ժողովուրդ։ Արեք անցեք տող, կանչեք այստեղ։ ճանապարհը ժողովուրդ բացում Սեմ համացանցով ասեմ ինքով։ Այս ամեն ոստիկանական համակարգը։ Ոստիկանական համակարգ կա։ Իրանց զորքերի հրամանատարը նախքին չասեմ։ Քիչ առաջ էլ քաղաքացիական երկու մեքենա ուղիղ ժողովրդի վրա էին քշում։ Ասում Ուղիղ մարդկանց վրա։ Համայնքապետն է Պրոշյանի, խնդրեմ։ Արեք ժողովուրդ։ Տրանսպորտի նախարարի պահանջի Համոզման process է գնում համայնքապետի եւ բնակիչների միջեւ։ Խնդրեմ մտնեք ընդեր, ասեք։ Ժողովուրդ ասեք մի հատ գիծը մի գծով բացվի։ Mēs ենք բացում ճանապարհը։ ինքը մեզ սովորացրել է այս ձևով հարց լուծել, մենք էլ լուծում ենք։ Ով է սովորացրել, ներողություն։ Բարոն վարչապետը այս ձև վարչապետ եք դրել, մենք հիմա ինչի ասում, Արձագանքը ուզում ենք որ ճանապարհը փակվել, լսել եք։ Ասեք դուրս եք եկել, սովորացրել։ Ինչի՞ համար։ Ես հարցեր կողմից ավել է, հարցրացված է, ինչ է արվել, համայնքի կողմից ինչ է արվել։ Հեսա կասեմ։ Ասեմ համայնքի կողմից ինչ Մեկ ամեն ինչ ծեփ Ուղղակի տարածքային կառավարման նախարարության քննարկման։ Մեր ցայնը հասանելի է եղել մեր կառավարությունը։ Այսինքն հարցերություն չէ։ Բայց պատասխան չկա, հա։ Որ արեցինք էս։ Նա ինչքան լրատվություն աշխատում։ Այնը հասանելի եղավ։ Իհարկե սա ճիշտ չի։ Բայց Բայց պարոն Գաբրելյան, ժողովուրդը վատ բան չի անում։ Ինչի չացին ավտոբուսից։ Ժողովուրդը ասում է, չէ՞ որ մեր վարչապետն էլ է այս ճանապարհով ընտրվել, ինչ եք մեզ խանգարում մեր իրավունքների համար պայքարել այս ճանապարհով։ Ես ասում եմ սա Քաղաքականացրեք։ Մենք 25 համարն ենք ուզում։ Լավ, էսի հարցի լուծում չէ, բա ո՞րն է հարցի լուծումը։ Էսի հարցի Մեզ պետք է որ մեր ավտոբուսը չհանեն։ Ձայնը առանց լսել է։ Մեր ձայնը չի լսվում, սա չկա այդպես։
Ասես հավատան են։ Հիմա որ ճանապարհը ավտոյի մեջի հիվանդը, որ պետք է հասնի հիվանդանոց։ Այստեղ կանգնել, ճանապարհը դու երթևեկությունը բաց լինի, հաստատապես բոլոր անցնողները կտենան, որ ինչ-որ մի բան կա, որ հավաքվել։ Մարդիկ էլ կգան։ Չեն կա։ Երևի։ Չեն կա։ Վերջում լավ ասիր երևի։ Demek ճանապարհ փակեք, որ աշտարակցին է տեղյակ լինի, գյումրեցին է տեղյակ լինի, ու մյուսներն են։ Եթե մենք հիմա ճանապարհ ենք բացում, ոչ մեկ Լավ ժողովուրդ, ես դարա ձեր դժտամին։ Բոլորը գիտեք, որ ես ձեզանից մեկն եմ։ Բոլորը գիտեք։ Ես ձեզանից կանգնած եմ։ Ես չեմ թողում, հավատալու։ Ես ամենը հորդորում եմ ասում ձեզ բաց խալա անում։ Երկու տրանսպորտ բռնի, ով ուզի, ուղղությունը մողի, ով է, չէ, ով է 25-ը մնա։ Ամեն Ժողովուրդ, ես ասում սա ճիշտ, հա։ Ձեզ բան ես։ Ձեզ չէ ասում։ Վահե ջան, ոչ, համայնքապետը ԿՊ-ից չէ, նոր ասեցին։ Ավելի վատ ավելի վատալու, իսկապես եմ ասում։ Ոչ մի հատ լավ բան, ես ամեն մեկ իրակստանի, ամեն մեկ իրատենդերի, ժողովրդի մասին ով պիտի մտածի։ Լավ հասկացանք, ես ասել չի գալ 25-ը չանվի, ինչ ուզում են անեն, տենդերը շահելի չի, դա իրացնող փողի աղբունն են, օգտի համար է։ Մշտական խոսում են, որ ժողովրդի համար են ես ամեն ինչ անում։ Ժողովուրդը դեմ է, դե թող քիչ տամանալու ժողովուրդը։ Եվ ոչ մեկ չի մտել, եթե մտնում մեր 25-ն է ձեր տալ, թող մեր օգտի համար թող երկու տրանսպորտ մտնի, երեխեք ջան, երկու տրանսպորտ մտնի, այդ 25-ը եթե շարժում են չեն պա, գյուղ չի համայնքը, գյուղացները իրանց Շատ կուլտուրական գրական ամեն ձերի սպասարկում է, իսի չեն ամեն ես ժողովրդի դեմ ժողովուրդը ժողովրդի մասի մտածող չկա ժողովուրդը ոնց անենք ես երկու ծախնենք թողենք գնանք ինչ անենք ոչ ես իմ երկինը սիրում եմ իմ երկինը պետք է մնամ պետք է պայքարի միջև ձեր ու ապրեմ իրանք ուզում են բնալ չէ հիմա նորից դրեցի մեկ լեսի Ամենտեղ ժողովրդին ուսեմացնում են, ամենտեղ ժողովրդին ստորացնում են, ինչքան կարելի է համբերել։ Դե հիմա ինչ անենք որ, ես
Հասա։ Ես էլ եմ ասում, մենք ոչ մի քաղաքականության հետ կապ չունեցի։ Ընդհանրապես սա մեր ժողովրդի ամեն մեկի ընտանիքի հարցն է։ Միանշանակ։ Եթե պիտի սենյակի ճանաչեք եք կոտակի, թողնես ընդհանրապես հանեք կոտակի մասից եւ մտեք քաղաքային։ Ուր է մեր մարզպետը, մեր հարգարժան մարզպետը։ Սա յուղի վերաբերվող հարց է։ Բաթողանյա կանգնել ժողովրդի կողքը։ Մարզպետ ընտրում ես ու վերջ, այդ մի օրն ես տեսնում, որ գալիս Ախր ինչի մասին է խոսքը միջև մեր բողոքը չի եղել մեր էջում պրոշանցին տեղակ չի եղել ես էլ եմ դուրս ամեն օր աշխատող ենք 20 տարի Ազիվ կրսան գարու կաշորցից, կզած էշան կզած դալու է։ Ես սկզբունքով են շարժվում, այս սարնիմն է, Ծառուկյան ջան, ինչ ունես աստված քեզ որ ասում է առաջ վայր քովի ժողովրդի համար ապրի։ Ես մի տրանսպորտացիա մի օր տվի, այդ իրա ուրիշ Որ իրա որոշումը չի եղա ճանաչել։ Ոնց կարող ես բանը։ Քաղաքային 1.5 կիլոմետր։ Եվ 250 դրամ վճարը։ 1.5 կիլոմետր։ Լսի ասում եմ 2 տարի բարոյթը աշխատած հաստաշոկի բարոյթը պրոշանցին չի վերից այդ քաղաքում Ոնց է։ Ոնց է դրա բարելավը։ Մարդիկ դեմ էին 50 դրամների ավելացմանը, իսկ 100 դրամ են սարքում։ Ես 6 կիլոմետրի համար 200 դրամ տակ ուղղակի գնաց հասեք ֆիզիկայի խաչվելու ու մեր չկանգնած ֆիզիկայի իրավիճակը ծրագիրը որ գծեցին, այդ դաշտերը որ դրանք ինչ հաշվի առան, ձեր առան։ Իսկ ես գնա ֆիզիկայի խաչը Չէ, գուցե ցես ադմի Մեկալի ես կոլա։ Կոնգրեսի բարի հավաքարի Չէ, ես դագոնն եմ։ Բարև, դու ես եկել ճանապարհ փակես։ Կնոջը դու ես։ Ինչ կամես։ Բաբորի դերը խդել նոմա։ Կամ ինչի՞ դե, դեր աշխատում ստեղ, հա։ Ռայշնիգի։ Ինչ եկեն ստեղ, հա։ Պահանջով ուրիշին ես ասում, ուրիշը քիչներ ասես, հենց այս դու պահանջը չի կարելի։ Հեմ կարող գնամ։ Չէ, ավտոյի տակ չի կարելի գնել։ ավտոյի տակ չի Ավտոյի տակ չեմ։ ինքը չի կարող ավտոյի տակ։ Այդ ցավը տոնը չի կարելի, Մենք ավտոյի սողաս ասում դորս է։ որ ինքը չունի ավտո։ Всё, ապրես։ Այո։ Իմի մեկ եղավ, որ զանգի վերխուշկա ասի, որ ժողովուրդը բողոք։ Հիմա դրա համար ես ասում եմ, եթե այդպես է, գործի մի մասը ասում եմ, արեք ախր ոչ քաղաքականացնես, որ հենց էսի քաղաքական հարց է։ Հենց այդ քաղաքական ներկայացուցիչներն են ժողովրդին այս օրի հասցրել։ Սերգո Դու ես ախպերեսի չի ենք հիմա այս պահին հələ սոցիալական է։ Եթե մասաներ օրս արվեց հիմա լիքը ձևերկար այլեր կողը Առանց
Պարոն Օգնդապետը նկարվել չի սիրում։ Կանջուկ։ Իրանց օգտի համար ամեն ինչ մեր ժողովուրդն ուզում են կոտորել, չի չեն կոտորել, հիմա էլ նորից կոտորում են։ Որ Սուսանող ունեմ, ես որտեղից կարամ հասնել։ Մի հատ հրաշք ունի Հայաստանը, սա տենդերները սահել է։ Թոշակել ինչ են թոշակստանում, որ ես դերես։ Իսկ ինչ են թույլ տալիս, որ տենց բան լինի, այդտեղից պետք է սկսենք։ Տրանսպորտի նախարարին։ Թողաստը պատասխանի։ Արալ են թեմուր, իշխանի տղեն է, իխոյի տղեն է, լասատան հանգստան։ Թեմուր! Նկային։ Լարիսն է, լարիսն է։ Հա, ասնավանի չի, ոստիկանի ասացած, հա, դրա համար են ծիծաղում։ Լավ, գնացինք։ Ասում է, ոստիկանի ասած ասնավանի չի, կվուր չի էլի։ Վայ, հայեր, հայեր, վայ։ Եսի ժամետ է։ Համայնքապետն է նորից եկել, հա, տեսնեք ինչ ասում։ Ես ասում եմ, ես իմ ժողովրդի հետ եմ։ Ես գիտեմ որ դուք մեզ հետ եք, բայց Դուք լավ գիտեք։ ժողովուրդը իրար միակ ձայնը, էս հավաքել ասում։ Տեսնում ես ձայնը հետ հիմա հասանել է դա, այո։ Հասանելի դառնա, մենք շատ լավ Ավելի շատ բան տարբերակով է, որ եթե մենք ոչ եթե ոչ ղեկավարի, մենք Հիմա ասում ենք որ իրար Ասակնացությունը շատ մեծ է Գաբրիելյան ջան։ Այսօր դուք տեսնեք, եթե դուք բոլորից լավ եք եկել, թե ինչքան բնակչություն ունի Պրոշյանը։
Այսքան մարդը, այսքան պահանջը մեր բանն է։ Եկ պահանջը Մենք սանի համարը մնա։ Իսկ եթե իրան բերում իրանց Լավ իրանց թողել չեն բերում, համարը չեն բերում։ Էդել կա։ Լավ համարը չեն Իսկ բերում։ եթե հակառակ դեպքում Գաբրելյան ջան, եթե որ կգա այս ավտոբուսներ, ուրեմն մենք 25 համարի գիծը վերցնի ու իր գնա։ Հիմա Մենք պահանջը մատ իմի են բերում։ Մի բան եմ, չէ՞ ուզում։ Ես պետքա որ մեր ԵՏՎ-ի տրանսպորտը 25 համարը, որը գնում էր մինչև մանումենտ, հա։ Չէ՞ այո, զայթուն։ Մեր պահանջն որ դի մնա գործ չէ։ Ես մի պարտադիր կասեմ, բոլորին պահանջը ասել են կառավարություն, ժողով, դերապը։ Պատասխանը քիչ է։ Դեր պատասխան չունեն, ժողով։ Բա ինչ է մտնում։ Հիմա մենք ես չգիտեմ ինչ ալինեն։ Հիմա մենք բոլորս հավաքվել ենք որ այս բարձրացնենք այս հարցը, չէ՞։ Չկա տենց պահանջ, մեր պահանջը 25-ի մնալն է։ Թող պատասխանը տար։ Թող մեր բանի պատասխանը տար, քիչ են տանում։ Այս 6 կիլոմետրի համար։ Այս ի՞նչ է նշան։ Այսինքն այդ նշանակից ավտոբուս բերեք յուղը։ Գաբրելյան ջան, մի հատ ուզում եք հասկանալ։ Ես հավատ տանեմ, ես նորից եմ համար։ Ես գնամ իջնեմ, ֆիզիկայի խաչմեր գամ, իջի համար։ Ես Ավ համարը դե ավտո տրանսպորտը չունենք, համարում ենք չունենք։ Այդ ի՞նչ է մտածել այս գիծը, այս ասենք այդ ուղղությունը, այդ ի՞նչ է։ Համարենք դա չունենք։ Մենք բարձրացնել մեր բողոքը բարձրացնում որ 25 համարի տրանսպորտը դուրս չկա, չէ՞։ Հիմա մենք մեր ձայնը բարձրացեցի, համապատասխան մարդիկ լսեցին։ Բացի ինչ լսել են։ Մենք գրավոր դիմել ենք, անկեղծ եմ ասում։ Դե դեմ ասում։ Արեք բոլորը սպասեն պատասխանը։ Աշխատող մարդիկ են, հասել մի հատ նորմալ բան ա եղել։ Թողեք ժողովուրդը 4 կամ 5 օր առաջ։ Չէ, Կամերյան Վալենտինան բոլորի ստորագրությունը։ Այդ դիմումի մասին եմ ասում։ Այդ 4-5 օր առաջ չի։ Ուրբաթ օրով են գնացել, երևի 10 օր։ 10 օր։ Ուրբաթ օրը ուղարկել եք, ես ասում։ Հիմա լայվի մեջ չեմ կարող։ Գնացել է 10 օր առաջ գնացել է ու դեռ պատասխանը չի եկել։ Ու դուք ասում եք գրեթե Ես դες բան եմ ասում։ լավ չէ։ մենք ենք համոզված։ Ես կառավարության փոխարեն չեմ կարող ասեմ ինչ բան։ Ընդունենք, որ դեռ պատասխանը չի եկել, ու կարող է մի շաբաթ որ չգա, ու դուք ասում եք, բոլորն ասում 25 համարը չի գնացել։ Այս ժողովուրդը ինչ է։ Հիմա մեր ժողովուրդն էլ հավաքվել է, որ բողոքի ձայնը բարձրացնել։ Դրա համար այդ ենք անում։ Մենակ այդ ենք անում։ Մենք մենակ այդ ենք անում։ Համարի գիծը մի հանեք Ռաշանը։ Այո, Հիմա հավաքվեցին, ասեցին։ ով լսեց մեր ձայնը, ով կարող ասի։ Դուք չեն շեշտեցիք։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք, ինչ որ մեկը կա լսելա որ արձագանքի մեր լսածը, մեր ասածը։ Ես ասում եմ այդ դիմումը տեղը հասել։ Իդեպ գնացել է, չերես մարսպետարան։ Ուղղությունը չգիտեմ ոնց է գնացել, բայց տեղը հասել։ Գնացել է, այո, գնացել է, չերես մարսպետարանի միջոցով, հասել է վարչապետի։ Էլեկտրոնային է գնացել։ Այո, գնացել է, բայց մարսպետարանի։ Հասել է վարչապետի աշխատակազմ։ Այո, Սպասենք պատասխանին, հարգելիներ եք։ Ապա չաջալերը խեմ մտցնում պատասխանը չէ։ Գաբրելյան ջան, միջև պատասխանը գա, միջև պատասխանը գա։ Այս գիծը մտնապրոշան էլ դուրս չի գալու, Գաբրելյան ջան։ Բայց գիծն Երկու շաբթի կտեսնենք, երկու շաբթի կտեսնենք։ Իսկ այդ գիծը որ եկա, էլ մենք այն որ ասма, այսպես գյունն էլ կարենք իրան Հա, հիմա ես նորից ասում, ժողովուրդ, նորից եմ ասում։ Եթե մեր պահանջը որ 25-ը մնա, չէ։ Ուրեմն 25-ը այ երկու շաբթի օր ամեն չլինի, որ մենք այսպես առավոտ ելնենք ու տեսնենք 25 համար չկա։ Բայց հետո ամեն դրանից վերցնելը հասնի չանեն մենք 25։ Մատը կանամատը Շաբաթ Կիրակի, թող այո, թող աշխատի։ Թող այնքան 25 աշխատի միջև Միացել է։ Ուսանողները 80% ես ամեն օր աշխատող եմ, կոմիտաս եմ գնում, 80% գալիս է մետրոյայից։ Ամբողջ ուսանողությունը։ Ես ուզում եմ այդ ուսանողը մենակ չի գնում դասի, այդ ուսանողը պրակտիկայի է գնում։ որ իր գյուղի եկեք ձրի գնան իրանք ուսանողների ուսանողների Նա իր գիծը չի։ Որը գիծը, այս որ պիտի գա։ Մոճի տրանսը։ Իրանը չի լավելի ախր բոլորին է հայտնի Իրանը։ Նա հետ առնում է։ Իրան տապադան, այո, ես հասկանալ։ Այդ գիծը որ դուք ելա, այդ
Մենք խոսում ենք 25 համարը դուրս գալու մասին, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Այո, Արեք մեծ անենք, մտածենք, ոնց ումը խնդրենք, ինչ անենք, որ 25-ը դուրս չգա։ Շատ է, չի, շատ է ուզում։ Ես նորից եմ Ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում։ Ես նորից եմ ուզում Հարցերի կերես արտասի, Դե գյուղի ժողովուրդը շատ են աշխատում։ Ես դրանց հետ բանակցել եմ, ասել եմ 200 Բոյկոտում էին։ Մեծահարուստ է, չէ՞, բոլորը սա մեծահարուստ են։ Այդ բարուջը 250 դրամ պետք է որ հասնեն 6 կիլոմետր միջև։ Օգնատարի ճիշտ հասկանում ենք, բողոքում ենք ուղևորցի դեմ թե Նայեմ ուղևորցի դեմած։ Արեք նա հասկանան, ոնց են կանում որ Հապուկության դեմ ենք մենք ճիշտ է։ Շատ գումար դեմ ենք։ Անգ ասել եմ, կներեք, մի հատ բան։ Հիմա եթե ասենք ասված չանի 25 համարը դուրս գա։ Քաղաքացիները ինչպես են այդ մուլտիտրանսի ավտոբուսով վերադառնալու աշխատանքից։ Քանի որ վերջին ուղեգիցը դուրս է գալիս ավտոբուսը 19:30։ Ինչպես Պրոշան համայնքից մենք գիտենք բավական արագ զարգացող համայնք է եւ համայնքի բնակչության մեծ մասը աշխատում է Երևանի կենտրոնում։ Ինչպես դիտեք։ Ես հարցի ասյատները ես եմ, հարցի Դուք որպես համայնքի ղեկավար նաեւ Ես համայնքի ղեկավար, դուք եք վարչական ղեկավար, ես եմ բնակիչների կողմից եմ, իրաց կողմն եմ, ես եմ իրաց Իսկ ինչ եմ Այո, շատ կարևոր հարց է այսօր բարձրացնում։ Այս բնակչության հարցն այո։ Մեր հարցը արդարա, մեր պահանջը միակն է, որ մեր 25 համար տրանսպորտը չհանդի։ Ընդամենը մեր գյուղի բնակչությունը դրա համար ավարտել։ Մենք ոչ քաղաքական թեմա ունենք, ոչ ինչ որ մի բան պահանջում, պարզապես մեր 25 համար տրանսպորտը չհանդի։ Ընդամենը մեր ցանկությունը դա է։ Միակ ցանկությունը։ Մեզ ոչ իրանց վերանց տրանսպորտի ուղղությունն է ձեր տալիս, ոչ գումարն է ձեր տալիս, ոչ իրանց վերջի ասել եմ, ասում եմ, ես կողմի տասում, իսկ ժամը 7:30 իրանց տրանսպորտի վերջի բանը, ուղղությունը վերջի ժամը 7:30 աշխատանքային օրերին, բա շաբաթ կիրակել կարող չաշխատի։ Այո, դե ինա, դե մտածել Շաբաթ կիրակել էշքի սակի գալու դա։ Ոնց կասեն ակցիա է ստանում, բռնե։ Արինե ջան, Մենք ոչ երկրի ղեկավարից ենք խոսում, ոչ ախր այդ երկրի ղեկավարն է քեզի այսն է հասցնել։ Մենք չենք դուրս եկել երկրի ղեկավարից։ Հասկացա, մենք այսօր պայքարում ենք մեր տրանսպորտի համար, բայց մեր տրանսպորտի այս հարցը հենց էդի արը։ Տրանսպորտի նախարարը ես հարցի լուծում տա։ Մեր հարցի լուծումը ժողովուրդ, եթե երկրի ղեկավարի չենք եկել դժգոհել այս պահին։ Դե միթե ինչ թեմաներից են դժգոհական։ Մեր թեման միակ այսօր է տրանսպորտի հարցը։ Իսկ եթե իրանք ժամանակակցում են Երևանը, իրենք հրաժարվում այս տրանսպորտը դեպի 25 Եթե էսի մարդին աշխատա, քաղաքապետարանը անօրինական մտել աղմուսը։ Ոչ մտել եմ մարդին։ Այս սարնիմն է, սարնիմն է, հերիք հայ ժողովորդին վզին ամեն տեղ խփեք ժողովուրդ ջան, թողեք այս մարդիկ աշխատեն։ 20 տարի կրվեցինք մենք 114-ի ձեռը։ Հիմա 114-ի փորձան, հիմա եկավեսի։ Արտերի կառավարությանը տրվի։ Հայ ոչ մտել, անօրինական։ Իդի եթե մտել ախիան։ Ոնց եք պատկերացնում այս պայքարը, ոնց է լինելու։ Եթե ձեր հարցերին լուծում չտրվեց, ոնց եք պատկերացնում այս պայքարը։ Պիտի պայքարենք, ինչ է դեր։
Երեքա կերակ է Մենք ասում ենք, եթե որ իրանք իրանց այդ տրանսպորտը դերեն, ուրեմն դրա հետ զուգահեռ անա նաև համը 25 իրանց այդ տրանսպորտը։ Իսկ եթե չէ, ուրեմն մենք բոլորս միահամուռ դեմենք այս նոր բերված գծում։ Ամեն մեկի տակ պատահած կա, ամեն ինչ կա, որ մասին պետք է լինի մեկը որ մասին մտածի, լավ չեմ հասկանում։ Հիմա լավ, ժողովուրդ, եթե կոնտրակտը չբավարարեն, ձեր հետագա անելիքները։ Մենք միշտ ծայրահեղ պետք է ճանապարհը փակենք։ Ուրիշ եմ խնդրում։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի պրոշյանցիներ։ Հենց նոր ուրեմն տրանսպորտի փոխնախարար Արմեն Սիմոնյանի կողմից եղել է առաջարկ երկուշաբթի առավոտյան։ Ես մեկ կլինեմ եկել պրոշյանից մի 4 հոգի։ Հեսա կորոշենք ովքեր են, գնալու ենք տրանսպորտի փոխնախարարի մոտ հանդիպման այս հարցի լուծման համար, եթե այս հարցի լուծումը չկայացրեցին, մենք արդեն կդիմենք այլ միջոցների։ Մենք առաջարկում իրանք իրենք գան էստեղ։ Մենք առաջարկում ենք։ Ես հենց հիմա ասեմ թող փոխանցեմ։ Ժամանակ ասում ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդը Համաձայն եմ ձեզ։ ժողովուրդը ձեզ է պահում։ Համաձայն եմ։ Եթե 5 հոգի գնացին, բոլոր հարցերը չեն կարողանում։ Ալերավա թող ինքը գա։ Ինքը թող գա։ Չի գա։ Հոգան հասնեմ, սեքս մեկ ժողովրդի հարցում։ Մեր պահանջը հիմնականում նախարարի ներկայացում է։ Կենտանի նստեն կանգնեն խոսում են։ Այդ հարցին վերջնական լուծում։ Ոչ մի պաշտոնյա չի։ Որն է ձեր պահանջը, կներեք, ասեցիք մինչև Ասել մի նորմալ տրանսպորտ էր մտել։ Լծված ժողովուրդը մի կեր հասնում է աշխատանքից մտնում է երկրորդ տրանսպորտը թող մտնի որպես երկրորդ տրանսպորտ առանց 25-ի այս ժողովուրդը չի կարող հնարավոր չի Եթե լուծում չտրվի առումով եւ գումարի առումով մենք ինչ աշխատավարձ ենք ստանում որ մենք պետք է մի հատ նստենք 250 գնանք ուրիշ տեղ նորից ընդեղից ուրիշ գումարով Իսկ եթե ձեր հարցին լուծում չտրվի, ինչ եք մտադիր անել։ Հաստատ ինչ հարցը որ չի լուծվել։ Ամբողջ ժողովուրդը քնից է։ 4 հատ թորն ունեմ ուսանող։ Այդ ինչքան դուր պետք մենք ունենանք ժողովրդի հասի գնան 10 տան։ Ոյով թորնի ունեն։ Պետք է ասայնք հավաքեցնենք սենց գնաշարի եմ։ Սա ինչն է։ Միակ լավ։ Ահա աշխատը շարունակի Այս մարտահրավերը գորեսին հոսպիտալներից երկրորդ անգամի բայց դուք չեք այդ երկուսին ավերաբեր ես հոսպիտալների դուք չեք Շատ լավ, շնորհակալ։ Իման դարձին, գրի։ Հա։ Իմ աչքին թողակի գրանա, ոդան տրանսպորտների այդ բարիքին դրանք կամ եւ ոդում գա։ Հա, արգելում ապակեմ ասեմ, դու լավ չես իշում, ժողովուրդը դավաճին մը լավ։ Ո՞ս կլինի։ Այդ հարցը ո՞ս կլինի։ Իրան ես խոսակ մի Բարան պատասխան դրա։ Ո՞վ կա պատասխան։ Ոչ մի։ Կընտրում եմ։ Դու ժողովուրդ մասին մտածել ժողովուրդ մասին։ Այդ ժողովուրդը բերնո։ Դե բոլորը նայ, բոլոր։ Ահա, որ եկել է գործի դիպլոմա։ Միակ լավ Ուրեմն երկուշաբթի օրը ժամը 5 միրոք Բրեժան կներես էլի ցավը տան երկուշաբթի օրը ժամը 5-ից Փոխնախարար Արմեն Սիմոնյանը ու կառավարության որոշ անդամներ յոպե լսեք արեք հիմա որ ասեք հարց չկա ես ձեր հետ կանգնեմ մեկա չեն գալու 20 հոգանոց խումբ
իրենք դալիճում տարբեր ոլորտի իրանց ներկայացուցիչները գտնվելու են դալիճում, կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի նախարարությունից, տարբեր ոլորտներից։ Մենք մեր ժողովրդի այդ 20 հոգանոց խումբը կընտրենք, մեր բոլոր հարցերը կբարձրացնենք տրանսպորտի հետ կախված, գների հետ կախված, այն դուք որ ասում եք քաղաքին մոտիկեք, մարդից անեկյացրեք քաղաքի հետ հարցեր, բոլոր այս հարցերի շուրջը, սա ամենաճիշտ որոշումն է։ Մենք հիմա իջել անենք, սա շուտ ալինելու։ Շաբթի օրը եթե եկավ այդ տրանսպորտը, մենք ոնց ենք Լսի, այդ տրանսպորտ մենք դրա արեք դրան դնենք թույլ մի օրը գա, ոչինչ, հաշվենք այդ մի օրը։ Չէ, հետ եկավ մի րոպե աղբերս աղբերելու։ Այդ մի օրը, ուրեմն լսեք, մի հատ լսեք, քո պրոշանց, մի րոպե, քո պրոշանցի տասը երկու շաբթի։ Հա, երկու շաբթի էնա, մեր համայնքապետարանը երկու շաբթի չի գա, դեր, հա, չի գա, մենք կգնանք գյուղապետելա մեր հետ լնելու, մեր 20 հոգանոց խմբով մենք կգնանք, մեր բոլոր հարցերը կբարձրացնենք։ Իսկապես 20 հոգի ինչ է։ Չի ուզում կա։ Լսի ասե 1000 հոգի մարդ է։ Ես եմ ուզում որ գա, բայց հիմա քանի որ այս վիճակն է արեցի Հովոջան։ Դու էլ մեր հետ կգաս աղբեր։ Երկու շաբթի չեմ կարել։ Հովոջան, արի սենց անենք։ Դա որը չկա։ Այսօր ոչ մեկ քեզի ոչ մեկ չի լուծելու։ Նախարարը իր կաբինետից ելնի կա։ Փոխնախարարը հիմա իր տունը պարկա շայախը։ Հենա պայմանավորություն ձեր բերես, տրանսպորտի փոխնախարարի։ Կարին ջան, էսի ամենաճիշտ որոշումը։ Արեք գնանք, մի քանի հոգի որոշեք ովքեր, Հեսա կորոշեք։ գնանք գյուղապետարան, նստենք, քննարկենք ինչ են կարելի մեր անելիքը, որոշենք, պայմանավորված ժամին գնանք, հասկանանք ինչ են կարելի։ Ահա, ժողովուրդ, էսի մենք երկու շաբթի օրը եթե մեր պատասխանը չեղավ, եթե չեղավ, Գույթագրման բանի համար ես ժողովուրդը բողոքեց, գյուղապետը խոստանում է, որ գազը չի մտնելու Ես նա տեսա խոսեմ ասում։ Հովոջան, էսի Այսօր պահանջի։ չես ուզում լսես։ Էդի մենակ տվյալ այդ Արմեն Սիմոնյանը որ կա, տրանսպորտի Հակում։ կառավարության անդամներ Այս պահին Պրոշյանի բնակիչները պատրաստվում են, կանայք պատրաստվում են փողոցը փակել, նաև ոստիկանները խոչընդոտում են բնականաբար։ Բնակիչները ճեղքում են ամեն դեպքում ոստիկանների պատը եւ փորձում են փակել ճանապարհը։ Ահա այս իրավիճակն է այս պահին դեպի Պրոշյան տանող ճանապարհին։ Նայող չվեք, բայց վերեք այժմ։ Ամենին մի բան կսենք ես կա, մեծացան, փոքր կա։ Եղ չետակ, չեմ տանի։ Որևէ մի օրենքի ներկայացուցիչ եկել է այստեղ որ տեսնի, այս մարդը զարդուցան է։ Եկել է, ոչ, մենակ այստեղ գնացի։ Ոչ, սա ճանապարհը փակելով խաղաղ չի։ Դուրս եք կատարում, եք եք պահանջ եք Սա միայն ուշադրություն գրավելուց է։ Մենք շատ դիտասաբար, շատ գեղեցիկ ձևով։ Հետ չեք ետում, առաջ արեք։ Այստեղ պատերազմը չանալու։ Հոգան մեզ
Դա բացենք, բասա մեծ մագիստրատ մենք ուրախություն շնորհակալ մեր բարդությունից ուզենք մեզ ուշադրություն դարձնել։ Ընդհանրապես էստա հանգիս, թողեք մենք ժողովուրդը տեղյակ չի, ինչ են տրանսպորտա փոխվում, ժողովուրդը տեղյակ չի, որ ինչի տեղյակ չի։ Նախարարը տրանսպորտի թող գա տեղեկացնի իր ժողովրդին, մենք մեզնով ենք տեղեկացել, հիմա աստծուց Սենց չերես ինչ-որ մենք, ոչ, վարորդներով ենք տեղեկացել, այդ մյուս վարորդից, որ պիտի գիծ մտի իրանից ենք տեղեկացել, ոչ մեկ մեզ չի ասել, մենք էլ հոտ Պրոշյանի էջում խծում ենք, Պրոշյանի նույն ձև նորից եմ ասում, հետևում կանգնած աշտարակցի, չգիտի, որ իրա տրանսպորտ Հիմա թող մենք լինենք պատճառ, որ իրանք Չէ, լիքը գիտեք ինչ Արաբաստի կանջան, ինչի միջև մեր բողոքից հետո նոր իրանք որոշություն Ոստիկանները խորհուրդում են ճանապարհը բացել Մենք տեսնում ենք, որ նաև մեքենաներով են փակել ճանապարհը, ահա, բնակիչը, բնակչուհին ավելի ճիշտ, փակել է ճանապարհը։ Ինչ? Չեմից դուրս եք, ետ խնդրում եմ բոլորը Արի ասում պայմես, մարը այս պայմ, տղեք ճան որ խսվետներ Ուրեմն ես արեք իմ ասած Հուր առաջ գնա կաղի Առաջ գնա Ոչ հերու գնացեք, խնդրում եմ ժողովուրդ, տեղ տվեք առաջ ինը կարեք առաջ արի առաջ իմ ոչնիկի մասին իմը կարդում արի առաջ գոշում եք Ճանապարհը շարունակում է մնալ փակված, այս կողմից եւս մեքենաները փորձում են փակել ճանապարհը, մենք տեսնում ենք նաեւ արդեն ժամանած կարմիր բերետավորներին Եվ չնայած այն բանին, որ եկավ տեղեկություն այն մասին, որ տրանսպորտի փոխնախարարը պատրաստվում է երկուշաբթի ընդունել 20 հոգանոց պրոշյանցիների խմբին, սակայն բնակչությունը պնդում է, որ նրանք չեն հավատում, որ որևէ բան կփոխվի եւ իրենց պահանջին ուշադրություն կդարձվի, այդ իսկ պատճառով շարունակում են փակել ճանապարհը։ Ժամի 7-ը հետագա քննարկումները շարունակում եք արդեն ընդհանուր կոլեկտիվ հիմունքներով համայնքապետարանում, որոշում է կայացում կոնկրետ
ով է ձեզնից մասնակցելու, գույքագրվում են ձեր հարցերը, որոնք պետք է առաջադրվեն կառավարության ներկայացուցիչ։ Օրինակ մեր ցանկությունը մեկն է, որ մեր մարզպետը գար այսօր այստեղ մեր հարցը լսեք։ Ես նորից եմ ասում։ Մարզպետը տարածքային կառավարման անմիջականորեն մարմի աշխատանքի պետության կառավարման շարքերից է, բայց ինքը այդ հարցը կոպիտ չի, դրա համար կա կառավարության կողմից նշանակված միավորված նախարարություն, տարածքային կառավարման նախարարություն, նախարարության ներկայացուցիչը փոխնախարարը, ձեզ ընդունելու է 5 անցից, իր ղեկավար կազմեն ոլորտային ղեկավարների հետ միասին։ Ինքնանպատակ, մարզպետը պետք է գա ստեղ, չգիտեմ, Չէ, գոնե ինքը իր ժողովրդի մեջ մտնի, մի հատ այդ ժողովրդի հոգսը լսի, ինչի համար ենք մենք մարզպետ ընտրել վերջապես։ Արգելիս, մենք ընտրել ենք, որ այս նման օրերին ինքը իր ժողովրդի կողք կլինի, որ մեր ձայնը երբ թե ինքը ավելի շուտ հասանելի կդարձնի։ Ձեր համար ինչը չի բավարարում, որ հիմա ձեր հարցը հասանելի է, ձեր ընդհանրապես ձեզ պետք է հիմա շահամետացեցինք, բայց ամեն դեպքում չէ։ Այդ հարցերը առաջադրել, քննարկել, բան անել։ Հիմա որ ինչ-որ մեկը գաստեղ ու այդ հարցը չլուծվի, եկեք կարանք մենք ժողովուրդ, այս հարցը պարտադիր ստեղ պետք է կանգնենք քննարկենք, չկարան դեռ կանգնենք։ Եթե պիտի գնան ընդեղից կգնան։ Ինչն էր խանգարում երկու հատ տրանսպորտ որ աշխատել ինչն է խանգարում որ մի մարդ առնա Էլի թող իրանց տրանսպորտներ Առանցնել ունեն անմարդկային պայմաններով են գնում գալիս Քանի որ գիտեք որ ես արդեն ոստիկանության ծառայող եմ, հետևաբար այդ հարցը ինչ չի ուղղված։ Հասկանում եք, մենք միշտորդավորված ձևով երկու շաբթի օրը 5 անցկես գնում եք ձեր հարցը առաջադրում եք։ Բայց ինչի մենք գնում։ Շատ կնենք։ Մեկը պետք է խափեն ճանապարհեն, խափեն ճանապարհեն։ Երկրորդ հարցը չկա, պետք է խափեն ճանապարհեն։ Ինչպես խափել են 30 ամեն անգամ պետք է ամեն Շամ 7-ից տրանսպորտը խանգարելու ամեն թողեն տրանսպորտի նախարարը որ բարձրացնում է մեր աշխատանքի հարկերով սահմանափակում են մեր աշխատանքը Եթե անգամ ամենակոմպետենտ տրանսպորտի նախարարն էլ գար, տկեն նախարարն էլ գար ստեղ, դուք ամեն մեկը տարբերն եք, ես խոսում եմ մի հարցի շուրջ, դուք լրիվ ուրիշ հարց եք առաջադրում, ես ասում եմ, որ ես կոմպետենտ չեմ այդ հարցին պատասխանել, դուք նույն հարցը ինձ տալիս եք։ Ստեղ քննարկում չէ, ստեղ քննարկում չի կայանում։ Քննարկման երբ չեն գալիս ստեղ։ Ուղղակի մենք համոզված ենք, որ գնանք ընտրել, մեր ձայնը բարձրացնենք, Բազմաթիվ հարցեր, այդ եղանակով լուծվում է։ Այ երբ որ կգնաք կտենաք ձեր հարցը չի լուծվել, այդ ժամանակ դուք խոսելու իրավունք եք ունենաք, հիմա ենթադրելով ուղղակի այսքան ժողովուրդը, այսքան միակ բանը, ես էլ եմ ասում, այսքան ղեկավարություն էլ փոխվել, ոչ մեկը ոչ մի բանից չեն օգտվել, միակ տրանսպորտի հարցը։ արգելիներս, երթևեկությունը գործում է։ Մենք հիմա քննականգնած ենք ստեղ հասկացա, բայց 25 ամառը այնտեղ կանգնենք գնանք գյուղապետարանում քննարկում ենք։ Թող 25 ամառը գա, միջև հարցը չորոշվի։ Միջև հարցը չորոշվի, թող 25 ամառը գա։ Լուծվում է գլավոր ձևով կառավարություն։ Բայց հնարավոր է անելանից, որ 25 ամառը գա։ Ինչպես այն ժամանակ որ լսելով իրար վրա ինքնին ցավը տալի ճիշտ ժամը 10-ից 70 60 մարդ ավտոբուսը հեքտար գա Մենք լսում ենք ցավը տանը։ Ուղղակի մենք եկանք այս եզրակացման, որ այս ժողովրդի, այս ղեկավարներն է դա, այս սարնիմնա, ով ոնց ուզում է, այս ժողովրդին տենց է շահագործում է։ Էս է միակ պայմանը։ Իրանք ոչ մեկը չկա, տենց մեկը, մի հատ ոլորտ չկա, որ ժողովրդի մասին մտածի։ 25 համար տրանսպորտներ օգտվում էին, այսօր այսպես է ժողովրդի գլխի տեսեք ինչ վերեցին։ Մեր պահանջը միակ մի բան է։ Մի բան ասեմ, կարող եմ ասել։ Ես Մուրադյան Սերգեյի հետ խոսեցի, էլի ձեր համանքի անդամ չեմ։ Հա, գյուղացին է։ Այդ համագյուղացին է։ Մենք ձեր գյուղացու հետ ես խոսեցի, Մուրադյան ջան, հիմա մենք ես ինչ էի ասում։ Եթե մենք փորձենք ամեն մեկը ինչ-որ հատու ասեցի, տարբեր խնդիրներ չկա, չէ՞։
Եթե այդ հարցերը նորմալ գույքագրվի հասկացի ու հետո դուք վերլուծեք երկու շաբթի օրը որ գնալուց եք ասեք մեր գյուղում այսքան ուսանող է այսքան աշխատող կա այդ աշխատողներից այսքան էս ուղղության վրա այն ուղղության վրա մեր հարգարժանը ասում է որ 75 համար երբ որ գալիս է իրար վրա են լցված որ խնդրում ենք որ կարելի է այդ տրանսպորտը սենց կազմակերպել որ այս ինչ մի այս ժամին այսքան հաճախականությամբ կան հասկանում եք այդ ամեն ինչը որովը մեկը ստեղ ձեր հարցին չի կարա ոտի վրա պատասխանել Հարտաշոտ աշխատում են 3 ժամ եկել գծիտները գնում են նրանք գնում են ժողովուրդ ես ասում եմ ուզում եք խնդիր լուծել խնդիրը հասկանում եք ինչու՞մն է ձեր խնդիրները տանում եք ներկայացնում եք Սանի գամարը դերեք սանի Եթե մի հատ լուծում եք ալնելու չգիտեմ բայց էլի չենք հավատում որ սենց լինելու Բայց որ ներքից չի, չէ՞ որ աշխատողների հարցը մոչա։ Թող երկու տրանսպորտը աշխատի, եթե 25 ժողովուրդը հնարավորություն չունի, հիմա մենք քաղաքացիներ որ որոշում են ասում, մենք քաղաքացիներ յուղ աշխատանք, աշխատի նամակ են Չի որ առավոտը իրար գլխի լցված, ճզմված, բայց էլի գոնե գտել ես։ Եթե մտավոր սպան, միայն մարշրուտ։ Եվ ժամանակի Մի աշխարհ հետ է բանկով անեմ ու անհնազանդության ակցիաները կսկսեն մենք դուք միջև նստածին ժողովուրդը ճիշտ ասում հիմա իրան չէ գիտեք մենք ժողովրդին չեկավ ժողովրդի մեջ ժողովուրդը հարգել է եկել է օրինակ Հիմա ժողովրդի պահանջը ներկայացնում եք դուք պետք է 25 համարը չանեք պետք է ժողովրդի չեղաշարժը չկայացնեք այսքան ուսանողներին 25 համարը չանեք այսքան այո չմտնեք մեր ժողովրդի դերպանը մենք պահանջելու ենք եթե մեր պահանջը չեք իրականացնելու ասում եք չէ նույն վարքյանը ես հեռախոսս կոնկրետ ես կարող եմ ասում եթե քաղաքը սպասարկող իմ ընկերներով իմ ուսակցություններով լրիվ կանե ոտի զաղնի կհելնեմ ու արդեն հենց քաղաքական հենց կառավարության դիմացը պալատեն խմեմ կտեսնեմ Դուք արգելքի չեք ասենք արգելք մենք հիմա պահանջում ենք մեր պահանջը չներկայացրի մենք այս հարցը պալատները կխփենք հենց կմնանք կառավարության երկու զսեք դրանք սրասի պալատները Բայց գիտեմ որ ես ասում Արին, ես մի քիչ իսկա մի քիչ իսկա Ինչի նորից բան չի Մինչև ես հարցի լուծում չտրվի, ես խնդրում եմ 25 համարը հենց ուրիշանից, հենց ես մայիսով հրամանտան աշխատում։ Լսի, հենց հիմա մեր հարգարժան բարոն գնդապետը
կարգավորել է միջև նորմալ բան կա։ տրանսպորտի փոխնախարարի հետ մեր լուծումը չկարգավորել է։ Տրանսպորտը գործելու է 25 համարը, պարոն գնդապետը այդ հարցը կարգավորել է։ 25 համարը գործելու է, բայց եթե երկու շաբթի օրը մենք դրական պատասխան չստացանք, ժողովուրդ, հենց ըստ է պալատ եկեք խփում եք տռասին ու մնում եք Համաձայն եք, եթե տենց կլինի, համաձայն եք։ Մինչև հարցի լուծումը 25 համարը պետք է աշխատի։ Իհարկե որ պիտի աշխատի։ Անպայման պիտի աշխատի։ Եկեք մեր որ մի աշխատի ես ո՞նց է կապել այդ գործը։ մի գնացեք։ Հաստատի ռոշյանցիները այս պահին հակում են երկրորդ ճանապարհը եւս ոստիկանները մարդկանց նորից հետ մղել դեպի մայր։ Ժողովուրդ, դիմա որոշում կայացեք։ Եթե մեր ումը գնալու է։ Ժողովուրդ, ասաորդ խնդրում եմ հավաքեք մի հատ որոշման գանք, էլի։ Արեք մի հատ հասկանանք, բոլորս է ուզում ենք ես հարցի լուծումը, բայց հավաքեք մի ձևի, արեք ասեք մի հատ ես կողմ, Չնայած այն բանին, որ նույնիսկ ոստիկանության գնդապետն է ժամանել Պրոշյան համայնք եւ խոստացել մարդկանց, որ երկուշաբթի օրը իրենց ժողովի ձայնը կլսի տրանսպորտի փոխնախարարը, սակայն մարդիկ չեն հավատում եւ շարունակում են փակած հակապետական բաներ են անում, չեն էլ ամաչում։ Արև ձեզ։ Ինձ թվում է, որ այս ակցիան շատ տեղին է, շատ եւ արդարացի։ Ինչու՞։ Որովհետեւ ես որպես այստեղի բնակիչ շուրջ 50 տարի ավել ապրում եմ այս բնակավայրում եւ ղեկավարել եմ 33 տարի մանկական հիմնարկ մանկապարտեզ այստեղ ոչ մի ձևով այստեղի ժողովուրդը ինձ չեն կարողացել օգնել քաղաքավարի որևէ տրանսպորտից 37 տարի շարունակ Եվ մարդիկ են մասերը որ գալիս էին աշտարակի տրանսպորտ այստեղի չեն կարող։ Այնուհետև փոխեցին են արտաչով, խարաբար, խրպանդակ, կներեք բարերից համար հազար ներողություն այն ժողովրդի մեջ մտածական, որ կախված մարշրուտկաներով գնում էին էլի ես որպես մարդ, որպես կին և դասախոս 48 տարվա ամեն օր ունեցել եմ դաս Երևանի գույնում առավոտյան կանգնել եմ այս տրասի վրա ներողություն եմ խնդրել դեկանից, ռեկտորից, որ գիտեք հեռու եմ ապրում չեմ կարողանում հասցնել ներողություն բայց վերջապես այս լույսը շպտաց Պրոշյանի ժողովրդի վերջին 37 տարի հետո մարդկային քայլ կատարվեց երևի մեր իշխանությունների կողմից թե չգիտեմ մեր տրանսպորտի նախարարության կողմից մենք այնքան երջանիկ ենք զգում որ էլ չեմ կարող
կարող դա նկարագրել այդ չափը։ Հիմա նորից ինչ-որ օլիգարխներ ուզում են սովորել չգիտեմ ինչ ճանապարհներով դերել այսօր դնել այդ տրանսպորտ, որը մեզ միայն կտեղափոխի այս ինչ-որ մի կարճ բեկետ, դա աններելի է, դա անընդունելի է, եթե ոչ այսօր ամեն օր այս ժողովուրդը այս բանեցի կհեքի ասկուսակալի աշխատանքները, որից երկուսը սիմվալի, երկրորդ կայքը, 1 կիլոմետր պետք է ճանապարհ գանք, 1 կիլոմետր, հիմա ներքևում է, հատ ներքևում է, որտեղից սկսվում է 29-ը և վերջանում է մանումենտում, չէ, մենք սկզբից ենք, մենք ոնց կանք հասնենք, որ հիմա նայ, այստեղ հարյուրավոր երեխաներ, քաղաքի դպրոցներում սովորներ, իմ երեխաները ամեն օր կողմերը ստում են դպրոց վերադարձել, բայց ինչպես նրանք կարող են ամեն օր մենք այդ ընտանիքը ծնողի վիճակի է, հազարավոր դրամներ դնի, որ իր երեխան գնակրթվի վերադառնա։ Ծնողը պրոշյանում ոչ արտադրական հիմնարկ, ոչ մի բան, որ ժողովուրդը կարող է տեղավորվել աշխատատեղ ունենալ, նրանք բոլորը կապված են քաղաքի հետ։ Այս ավանը լիովին կապված է քաղաքի հետ։ Եվ ընդամենը 5 կիլոմետր չկա այս տարածքում, ինչ է նշանակում տեխնական մարզային տրանսպորտի միջոց, ոչ, սա քաղաքային տրանսպորտից մեկնորդի ու որոշումը։ Ներողություն, իսկ ծրագիր ունեք, ինչ եք անելու, եթե ամեն դեպքում ձեր բողոքը չբավարարվի։ Ոչ մեկը, ես ուղղակի պատասխանատու հայտարարությունների, ոչ մեկը այդ դրված ավտոբուսներից ոչ մեկ քաղաքացի Չի օգտվելու, այո։ Այո, չեն օգտվելու, դուժան չենք տամը, մենք չենք թողնի այդ ավտոբուսից մեր ժողովուրդը Օգտվի, այո։ ոտքով կգնան, չենք օգտվի։ Ով են ժամանակ ինձ թվում է, որ սա Վենեշանի ամբողջ ժողովրդի կարծիքն է, կներեք ինձ, հազար ներողություն եմ։ Վերջ, սա է մեր վերջնական Վերջնական Մեր գյուղը հասա ինչ է որոշում, հիմա ես մենք չենք հրաժարվում, միանշանակ չենք հրաժարվում և շարունակելու ենք, և խնդրում ենք, պահանջում ենք այս կազմակերպության ով տրամադրել է տրանսպորտի միջոցը, Պրոշանի ժողովրդի վրա լույս է եկել, հասկանում եք մարդը, ապրում է քաղաքացին, որպեսզի քայլի, որ գնա հայթայթի ապրուստի միջոց, բայց որտեղ հայթայթեմ այս Պրոշանը։ Ես պիտի քաղաք գնամ գամ, ինչպես։ Այսինքն ես ուզում եմ հատ հասկանալ, դեպ 28 հարից հարցի լուծումը տալու 25 համարը մինչև այն գործելու է, մինչև հարցի լուծումը չտրվի։ Ես տեղյակ չեմ։ Հա, հիմա մեր տրանսպորտի կառավարության որոշ անդամներ այս հարցի լուծման համար մեզանից 20 հոգանոց խումբ են պահանջել, մեր պահանջներով հետա իրանք դալիճը տրամադրելու են, մենք գնանք մեր բողոք պահանջով, եթե չպահանջեն, ես մեր կարծիքին եմ, եթե չպահանջեն, իրանք մեր պահանջը չկատարեն, մենք հրաժարվում ենք այդ գազերներից և մեր ակցիան ավելի խորացված Այո։ Դու տեղյակ ես, որ 59 համարը քասախցին պայքարել է ու մնում է։ 59 համարը մնում է։ Քասախցին պայքարել է ոչ կուլտուրական ձևով ու մնում է։ Տրանսպորտա ջարդել ու մնում է 59 150 դրամ վճարելով ես կարող եմ երթևեկել 30 կիլոմետր քաղաքից այրից մինչև մյուս ծառ։ Ինչի պետք է ընդամենը, ասենք Երևան քաղաքից 2.5 կիլոմետր է մարշրուտի երկարությունը ըստ իրաց գրածի ասում եմ մոտ 10 կիլոմետր։ Ինչի պետք է Պրոշան գյուղի բնակիչը վճարի 250 դրամ։ Պատասխանեք իմ հարցին։ Ինչի համար։
Եթե Երևան քաղաքի բնակիչը վճարում է 150 դրամ, երթևեկում է 30 կիլոմետր, իսկ Պրոշյանի բնակիչը 250 դրամ վճարում է, հիմա պետք է երթևեկում 10 կիլոմետր։ Ու չհասնի իր նպատակետին։ Այո, հասնի, չի հասնելու իր նպատակետին։ Չի Ես խնդրում եմ ինչ է հանդիպում։ Ուղղակի թող այս մասին մտածեին այս 30 տարվա ընթացքում, ոչ թե որ հարմարավետ տրանսպորտը մեկ է ստացան, մի հարցը որոշեց ինչ-որ մեկը մի կազմակերպություն որոշեց որ կարող է հանել, իրար գիծը մտնել։ Եթե իրան պատկանես դիվանիկի չաչի համար։ Ինչի համար է պարոն Պետությունը 75000 աշխատավարձ է տալիս։ Դուք եք նորմալ տանես դուրս է գալիս ուսանող, տանես դուրս է գալիս մյուս աշխատողը։ Ինչով են գնալու։ Եվ քանի տրանսպորտ են փոխելու։ Հաշվանդամ, 2 անց տանից, 2 անց, 2 կարգի հաշվանդամ է։ Ամբողջ ոտքերս կոնստրուկցիայով հավաքած։ Մի օր չկա տեսանիշը կարող են գնում։ Ռայոնը մի օր մտածեց իմ մասին։ Ես միլիոններ եմ դրել, որպեսզի կարողանամ քայլել։ Դեղի փող տվեց ինձ։ Այդ ռայոնը մտածեց ես ոնց եմ ապրում։ Տարիներ շարունակ երբ որ ես ապրել եմ, ոնց եմ ապրել։ Թակել այն դուրը, ինչ գնով եմ աշխատել։ Ռայոնը որտեղ է, ես գործ ունեմ ռայոնի հետ։ 20 կիլոմետր պետք է գնամ, երբ որ մի կիլոմետր կեսից ես կարող եմ Երևան մտնել։ 20 կիլոմետր գնամ, որ ես իմ հարցերը լուծեմ, ոչ բժշկություն կա, ոչ ինչ-որ ղեկավարություն կա, որ անձին դիմես, քո անձը պաշտպանելու համար քեզ օգնական լինի, ոչ մեկ չկա, մենք ենք մեր տերը, մենք ենք մեր անձի տերը, մեր ընտանիքը մենք պետք է պահել, ռայոնը չի բերում տալիս իմ երեխուն, որ ես կարողանամ պահել։ Պետությունը թող մտածի այդ մասին, 5 երեխա է դուրս գալիս, մարդիկ եք գնում դպրոց, ինչի տերա, որտեղից է այդքան տրանսպորտ։ Մեկի զայնը միտեղ հասանելի լինի։ Սա աշխատել մեր ընտանիքների Ուրա, հլա անոյն կանչի ստեղ, վեր ստեղ արիստեղ, երկրորդ կարգի հաշվանդամ, էստեղ նայի, ձերքը, ամբողջ որովայնը, բացված է, ընտանիք չունի, եղբայր չունի, որ պահեն օգնեն, պետք է աշխատի, որ ապրի, ինչով է ապրում, այդ ռայոնը մի օր բերել է տվել է, այդքան վիրահատություններն արվել է, մահամերձ մի ամիս պայքար ենք տվել հանրապետականում, ռայոնը 1000 դրամ տվել է, որ այս մարդին մի հատ դեղ առնեն, ռայոնն ուր էր, միլիոններով պարկ կա վրան դրված, ինչով աշխատի փակի այդ պարտքը։ Աշխատածը տա տրանսպորտին, 250 դրամ տրանսպորտին, աշխատածը տա դրամ, ես այսօր այդ կտրոնը առել եմ, ինձ ձեր եք տալիս ու տենց գրամ, հիմա այդ կտրոններել են հարում, ես ինչ անեմ, այդ պարտը առել եմ, իմ երախից գործել Մի հատ պայմանավորվեց հավաքել Սևակի սենյակը 20 հոգանոց դիմումը։ Եսի տրանսպորտի եսի հետ եմ ասում, հավաս անում, բարին գելա, ես կճանարի համանդերը կուրը, բայց մենանք ես Բանը, լյուբոյ եկ տրանսպորտ նման դեղ, եկ Աբարանի սարիկայի եգոնից են, մեկ ու կես կիլոմետր ապրող մարդը բնակիչ է, այսօր ասում են մեռեք,
Մի ապրեք։ Մենք ինչ շանս Մինչև ժամը 7-ին մեդիա դրություն հանդիպեք այդ 20 հոգի եթե իրան այդ ձեզի դրական պատասխան չտան դրական պատասխան չտան ես ապցալ այդ 20 հոգի որ 10 հոգի է զանգ կատարելով 10 հոգի մեկ ավելի ուժ է Եկա որ բազմիցս դիմել եմ երեք չառաջի օրը անգամ անցել եմ այս ճանապարհը մյուս կողմի վրա ոստիկանների հետ բարեկային ոստիկանների հետ այստեղ զրույց եմ ունեցել մի քանի անգամ ասել եմ տվեք ինձ կոնկրետ հասցեն կոնկրետ մարդը որին ես կարող եմ գնալ հանդիպել իմ դիմումով դիմել որովհետև 150 բնակիչ մինիմումը 4 շնչից բաղկացած այս 3 շենքում ապրում է պլյուս մանկական հիմնարկ մանկապարտեզ 160 ծնող եւ պատկերացրեք ամեն ընտանիքից ոչ պակաս 2 երեխա հաշվեք այստեղ ապրում եւ աշխատում են երեխաները պատսպարվում են այդ մանկականից եւ այնտեղ ուժ ամբուլատորա այս բոլոր տարածքից օգտվում են մարդիկ ինչպես անցնեն այս ճանապարհը քանի մահվանների երկով ավարտվեց ողջ Հարգելի լրագրողներ, դու ես ապիցիալ հայտարարում եմ, եթե երկուշաբթի օրը կառավարության անդամները մեզ դրական լուծում չտվեցին, մեր ժողովրդի պահանջը չիրականացրեցին, 25 համարը չպահպանվեց, մեր ամբողջ ժողովուրդը Ալանտիրը խփելու է դիկոլի տանդեմ է այլելու ավելի հիս արձյալներ ավելի շոշը բաղնելու է չեք թողնելու ոչ մի բան մեկ հիմա հարգում ենք մեր ոստիկանների աշխատանքը Հիմա խնդրում եմ հարգելի պրոջանցիներ բոլորս դուրս են գալիս գնում ենք մեր պարոն Գաբրիելյանի մոտ գյուղապետարան մեր 20 հոգանոց դիմ են տրելու երկուշաբթի օրը 20 հոգին պետք է ներկայանա եթե հարցի լուծում չտրվեց մենք ավելի կոշտ գործողություններ ենք հարգելի լրագրողներ մեզ խոստացել են որ մինչև իրանց հետ հանդիպումը այս հարցի լուծումը կայանալ է որոշում չկայացնել Ռոշան Ավանի 25 համարը գործելու է եթե դա նույնպես չգործեց խաբեցին մեզի ուրեմն մենք չունենք իրանց ընդհանրապես ոչ հարգելու ոչ ենթարկելու ոչ չսելու Այո գնացի բոլոր երեխաներին էլ դուրս կբերենք մենք այստեղ այո մեծ ու փոքր այստեղ կանգնած կլինեն կպահանջեն ապրեք ձեզ Եկեք գնանք ով ցանկություն ունի թողա գնանք դրամատրետիկ ձեր ժամանակը մեր պահանջը
Այսպիսով որոշումը կայացված է կընտրվի 20-ից 25 հոգանոց խումբ, որն էլ կհանդիպի երկուշաբթի օրը տրանսպորտի փոխնախարարի հետ այս հարցերի լուծման վերաբերյալ։ Եթե հարցերը չլուծվեն, պրոշյանցիները շարունակելու են բողոքի ակցիաները։ Երա ասելով ախպերես որ շամի 7-ին երել է ոստիկան դուք ամենաշատ դուք եք ժողովուրդը եք հասի ջուն են ախպեր ժողովուրդը եք 2008-ին Այսօր 2008-ին 2008-ին կստեն այստեղ ստեղ 2008-ին ավատեի հայ երկու միշտ էիք երևա գործին ախպեր լրիվ է գործին զրմիկը մարդը գործին Ես այսօր ռուբերը ձերս թաղի տաղ հելև եմ աղորդել է տաղ Ես ոնցասատ ու Ի խոսքով ժողովուրդ ջան Մենք մի հնարավորություն ենք տալիս Հիմա 25 համարը ասել են գործումա Թող գործի Ժողովրդի տեղահանում է, տեղափոխում է կատարի Այսօր են է գործելու, այո Միջև ես հարցի լուծումը խոստացածա, որ գործելու է Եթե չգործես, երկու շաբթի օրը մեր հանդիպումից հետո Հենց իրաց դեմ է, մենք ոչ մեկից վախենալու չունենք, իրանք է մեր պես մարդ է, շատ ես որ ատորես վաղասը Մեր ասելիքը կասենք ու ամեն մեկս մեր զանգերով բոլորին կոշկանենք կհանենք բոլոր Երի տեղա բոլեղա Այո Հիմա եկեք բոլորս 40 Ատեն Անդեղ մնա Ժողովուրդը լրիվ սովոր է այդպեսին գնալ գալու Հիմա այսօր կգնան հոգի որոշի հոգեր են գնալու Երկու շաբթի կառավար մեծ արժեքներ Ոչ մարդիկ այնքան աշխատանք չեն բացառում որ կարողանան 250 դրամ դառնի կշտել Բայց գազինը վիճակումը չի երկու հարցի Ժողովուրդ ջան Որ 25-ը չհանվի, մենք հետ քաշվել երեխեքիներին, հետ ենք քաշվել, այստեղ ինչ անենք, մենք ուսուրական մարդիկ ենք, մենք գիտակից Միանշանակ վիճակը ելք չունեն, ես լինելով հայ կամ ճանապարհ փակել, ես գիտեմ, որ մարդիկ հազար խնդիրներ, բայց ես եմ մեր խնդիրնալուշ Ոյն ու ձիվը, այդքան է կարող իմ ամենք հետ ենք կաշվում, Չէ, Նայրա ջան Սրանից հետո իսկապես եմ ասում, եթե 25-ը մեզ չդրամադրեցին, ավելի վատ տարբերակներ ենք Միանշանակ Միանշանակ 25-ին ձեր չտան, մնացածը զուգահեռ քանի տրանսպորտ 25-ին ձեր չտան, ինքը մեզ հարմար, ժողովրդի հարմար, մեզ հաճելի է, մենք մեզ մարդիկ թող մեզ 10-րդ շարքի լավ չսարքեն Ոչ մի գազելի զուգահեռ երկրորդական կլինի Իսկ ընդհանրապես 25-ին ձեր չտան, իմ համար 25-ը օդը ջրպես պետք Ես մոտ ուղիչ առաջ ասեցել եմ, ունեմ հիվանդ քրոնիկ 4 տարեկան, ես ամեն օր իրան ծածկով ստացած 25-ը տեղավորում է երկու կանխի փոխելով հիվանդանոց են կարող Իսկ ուրիշ տարբերակով իմ համար դա պատահ Խնդրանքը սա ուղղակի 25-ը չհանեն մնացած չանեն Եթե մարդկանց համար են Ես միայն իմ անունից չեմ մարդկանց կողոց դա է, որ 25 որովհետև 30 տարվա մեջ ազնիվ աչքներս կծայր Թող մեր կիստանոթը չպասվի Դուք հանգիստ չեք, այսօր մենք ամենքս 1000 խնդրում ենք, բայց մենք եկել ենք փողոց ենք փակում, ճանապարհ ենք Աներ չուչում ենք ընտանիքները, խնդիր չունենք Դուք ամենքս ընտանիքի խնդիրներով զբաղվում, ոչ թե այսպես քաղաքական հարցերով
Մեզ դրական չեն մասին իրան ուտածում, չեն ուտածում։ Ալո։ Մեզ դրական 25 Միջև է թողանեին, 30 տարվա ընթացքում թողանեին, երբ որ մենք 100 տաշոտ այդ ժամանակ թողանեին, մտցնեին, իսկ երբ որ մենք ունենք հարմարավետ, արդեն որոշել են փոխել, կամ ինչ-որ բան է անել, թորետ ինչ անել, իրաց համար դա մարդկանց մի հատ սն բան, տեսնեն ինչ է, մի հատ մեր մեջ, մի հատ բսեն, խնդիրը, բարկությունները, դժվարությունները, այսքան բան Սպասում ենք միայն դրական պատասխան Նախկինում որ գազելներ աշխատում շատ մարդկային պայմաններին չափազանց տնտի կեղտոտին որ ժամին ուզում էին չշիներին որ ժամին չէին ուզում չէին Եվ արգելված էր աշտարակի գազելները մեզ չէին վերցնում, որովհետև չգիտեմ գողականի գիծեր, ինչեր, նույնիսկ դանակահարություն եղել, այ ուրիշ տրանսպորտ նստեին անում, ռիսկ չէին անում մարդիկ բողոք էին, որ գազելը դուրս գա, որտեղ չգիտեմ ում գիծն էր, վայ լռեք, կսպանեն, հիմա մենք հազիվ ենք ազատվել դրանից, հիմա ինչ նորից ինչ, Եթե փոփոխություն կա, ապա փոփոխությունը պետք է լինի կամ համարժեք կամ ավելի լավ։ Սա է մեր համայնքով մենք միշտ